Կապ չունի ով է առաջինը սկսել ով երկրորդը։ Փաշինյանը որևէ մեկին այս հարցում չի մեղադրում, բացի այն, որ Բաքվում շարունակ ինքնիշխան Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Պետական բարձր մակարդակով խոսում այսպես կոչված փախստականներին Հայաստան ուղարկելու մասին։ Նրա խոսքով հայելային արձագանք է Երևանում տեղի ունեցողի։ Այսինքն այնուամենայնիվ մեղավորության սլաքները մեր կողմն են թեքված։ Ընդդիմությունը խորհրդարանի աշխատասեղաններին Արցախի դրոշն է պարզ պահում։ Հեղափոխական դաշնակցությունն ամբողջ աշխարհում բռնատեղահանված արցախցիների ոտնահարված իրավունքներից խոսում, Բաքվից էլ համապատասխան կերպ արձագանքում են ըստ Նիկոլ Փաշինյանի։ Մենք մեր ճշմարտությունը ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը, իրանք իրան ճշմարտությունն ունեն եւ հավատում են իրան ճշմարտությունը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պետքա դադարեցնել Հայաստանը եւ Ադրբեջանը պետքա իրար հանգիստ թողեն։ Հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելը Հայաստանում եւ Ադրբեջանում է այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը։ Մարդու իրավունքների Եվրադատարանը օրերս առաջին վճիռը կայացրեց 2016-ի ապրիլյան քարոզիայի գործով, ադրբեջանական կողմին ճանաչելով որպես պատերազմական ծանր հանցագործ, բայց սա զոհված զինծառայողի ընտանիքի կողմից ներկայացված անհատական գանգատով Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է հանուն խաղաղության։ Խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Կենտրոնական ներքաղաքական հարցերի վրա կառավարության նոր կազմում էական փոփոխություններ չեն լինի։ Պաշտոնավարող փոխվարչապետերն ու նախարարները կմնան իրենց կաբինետներում։ Ինչ վերաբերում է մյուս մակարդակներին, ապա Փաշինյանը դեռ մտածում է, իսկ ազգային ժողովի նոր նախագահի անունը, որի վերաբերյալ արդեն օրեր շարունակ տարբեր տեղեկություններ են մամուլում շրջանառվում, դեռ հայտնի չէ։ Փաշինյանն ասում է ՔՊ-ում այսօր փակ գաղտնի քվեարկելու որոշում կա։ Մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ մյուս գործընկերները։ Սահմանադրական դատարանում կմեկնարկի ընդդիմադիր ուժերի ներկայացրած խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ ընտրության երկրորդ փուլ նշանակելու հայցապահանջի քննարկումը։ Քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը մայր դատարանում կլսենք, երրորդ կողմն են։ Լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Ժամանակն է վերափոխելու մեր քաղաքական խոսույթը, համոզված է Փաշինյանը, այն որ ԿՊԱ-ականները ընդդիմությանը սպառնում են մեջբերում, բոքսի տանձիկ դարձնել ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վստահ է, միակողմանի երևույթի արդյունք չէ։ Ֆրանսիայի ազգային ժողովի падգամավոր Էլիզա Մարտեն գրավոր հարց է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Նա հիշեցրել է պաշտոնական Փարիզի հայտարարությունները եւ հետաքրքրվել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ֆրանսիական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները, մասնավորապես վերադարձի իրավունքը պաշտպանելու, Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակմանը հասնելու եւ հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Падգամավորի այս հարցին որոշել են արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարությունից, գրելով, թե վճռականորեն դատապարտում եւ մերժում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցության հայ կալանավորների ճակատագրի, նրանց ազատ արձակման, հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության մասին։ Այս հարցը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելը եւ դատարանի որոշումը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են։ Ադրբեջանում պահվող հայազգի անձինք պատասխանատվության են ենթարկվել որոշակի հանցավոր արարքների համար, համաձայն ազգային եւ միջազգային օրենսդրության։ Անջատողական առաջնորդներն ու հայազգի այլ անձինք, որոնց մասին Հայաստանի հետ մեկտեղ Ֆրանսիան հոգ է տարել գրեթե 30 տարի, դատապարտվել են պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ լուրջ հանցագործությունների համար եւ կրում են իրենց պատիժը։ Ծիծաղելի է, որ Ֆրանսիան անտեսելով ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը Հայաստանում եւ նախկին օկուպացված տարածքներում, մզկիթների ոչնչացումը եւ դրանց նկատմամբ վանդալիզմի դրսեւորումները, մեկնաբանում է հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության մասին պնդումները։
Ռուսական կողմը նորից հիշեցնում է Երևանից որոշում է ակնկալում ՀԱՊԿ-ին անդամակցության հարցով։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ռուսական կողմը սպասում հայկական կողմից, նա նշել է. նրանք պետք է որոշում կայացնեն, մնում են կազմակերպությունում, թե նախապատվությունը տալիս են այլ սցենարների։ Երեք օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022-ի այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հույդա Հայաստանի երիտասարդական միությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Հույդա երիտասարդական միության անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը։ Երեք երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել հեմ երկու անդամներ։ Սա պարզապես հերթական միջադեպ չէ, սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշների վրա, ասված է հաղորդագրության մեջ։ Գյուղմթերքի բերքահավաքի ակտիվ շրջանն է հիմա եւ ուրեմն ամենահետաքրքրվող թեմաներից մեկը պտուղ բանջարեղենի արտահանման խնդիրներն են եւ ֆերմերների ֆինանսական դժվարությունները։ Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որի շրջանակում առաջարկում է վարկային արտոնությունների երկարաձգում այն այգետերերի համար, որոնք բախվում են արտահանման, մասնավորապես ռուսական շուկա մուտքի սահմանափակումների հետ։ Ըստ այդմ այն շահառուները, որոնց վարկի մայրգումարի արտոնյալ ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է, մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ստանալու են վարկի մարմար ժամկետի 1 տարվա երկարաձգում եւ եւս 1 տարվա մայրգումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։ Սա նշանակում է, որ այգետերը 1 տարի չի վճարելու վարկի մայրգումարը, վճարելու է միայն տոկոսները, կամ էլ դա էլ չի վճարելու, եթե վարկը եղել է անտոկոս։ Շահառուն մինչև 26 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց, գիծ ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք մոնիտորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 26 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը։ Մեկ այլ ծրագրով կառավարությունը ջերմոցատերերի համար սկսել է կիրառել նույն արտոնությունը։ Վարկառու ջերմոցատիրոջը տրամադրվում է մայրգումարի վճարման 6 ամսյա արտոնություն։ Դրանից հետո արտոնյալ ժամկետի եւս 6 ամսով երկարաձգման հնարավորություն։ Գործադիրում ընդհանուր առմամբ արված աշխատանքից գոհ են, ասում են, կարծես գյուղմթերքի գնանկում չի նկատվում։ Էժանացում ֆիքսվում է միայն ծաղկի եւ լոլիկի շուկաներում։ Այդպիսի ազդակ, որ մեր շուկայում գնանկում կա, մասնավորապես մրգի, բանջարեղենի եւ այլն, այսինքն բանջարեղեն մրգային դեֆոլտ ունենք, տենց ոնց որ թե տենց ազդակ մենք ընդհանրապես չունենք։ Վարկը մարելու արտոնությունն իհարկե լավ է, բայց ընդամենը շունչ քաշելու հնարավորություն է բիզնեսի համար։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի միևնույն է ֆերմերները ստիպված են լինելու վարկը փակել, իսկ դրա համար հիմա եւ հետո պետք է կարողանան վաճառել ստացած պրոդուկտը, պտուղ բանջարեղենը։ Այստեղ ամենակարևոր հարցն է առաջ գալիս, որտեղ ի վերջո որոնք են հայկական գյուղմթերքի սպառման նոր շուկաները։ Մեծ հաշվով բոլոր սցենարների դեպքում պլյուսով է լինելու եւ հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ, նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ Հիմնական անելիքը տնտեսվարողներինն է, որոնք պետք է տրանսֆորմացնեն իրենց արտադրման պրոցեսները, դրանք հարմարեցնեն նոր շուկաների պահանջներին եւ դիվերսիֆիկացնեն արտահանումները, համոզված են կառավարության ներկայացուցիչները։ Այսինքն կառավարությունը օգնում է, որպեսզի բանկերը չսննկացնեն մարդկանց, բայց հետագայում բիզնեսի գոյությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերը պետք է կատարեն հենց իրենց ֆերմերները։ Թրամփի վարչակազմը մտադիր է $672 միլիոն հատկացնել Իրանի հարստացված ուրանի վերացման եւ Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործողությունների համար։ Գումարը հատկացվելու է Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությանը, Իրանին միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու հնարավորությունից զրկելու եւ բարձր հարստացված ուրանի վերացման եւ ոչնչացման, ինչպես նաեւ Իրանի տարածքում ստուգումներ իրականացնելու եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչություններին աջակցելու համար։
Պետքարտուղար Ռուբիոն Քուվեյթում հայտարարել է, որ Շվեյցարիայում ամերիկա-իրանական տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջին։ Տեխնիկական խումբը կվերադառնա, կարծում եմ, հունիսի 29-ին կամ 30-ին, հայտարարել է Ռուբիոն, մանրամասնելով, որ քննարկումների հաջորդ փուլում ներգրավելու են նաև պատժամիջոցների, միջուկային հարցերի եւ մեխանիզմների իրականացման փորձագետներ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից եւ էներգետիկայի նախարարությունից։ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին չի բացառել, որ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ դրական որոշում կընդունի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Թրամփը բարձր է գնահատել Էրդողանի անձնական որակները, նրան անվանելով իր ընկերը եւ հայտարարելով, որ նա իրեն դուր է գալիս։ Նա ՆԱՏՕ-ի անդամ է, որոշ մարդիկ դա հաշվի չեն առնում։ Ես պատրաստվում եմ անել մի բան, որը նրան երջանիկ կդարձնի, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա չմասնակցեց պատերազմին։ Գիտեք, նա Իրանի հետ պատերազմի մեջ ներգրավելու գլխավոր թեկնածուն էր, հնարավոր է Իրանի կողմից, որովհետև, ինչպես գիտեք, նա Իսրայելի մեծ երկրպագու չէ։ Եվ ես խնդրեցի նրան չմիջամտել։ Նա չմիջամտեց։ Իսկ գիտեք, թե ով էր մեծ մարդ։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը։ Էրդողանը մեծ առաջնորդ է, ուժեղ անհատականություն, գերազանց զինվորական։ Եվ ես խնդրեցի նրան չմիջամտել։ Եվ նա դա արեց, ինչպես եւ նախագահ Սի Ցինփինը եւ ճիշտն ասած Պուտինը եւս։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես է եկել Իսրայելի հասեին հնչած սուր քննադատությամբ։ Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում նա հայտարարել է, որ Իսրայելը փորձում է տապալել Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման ցանկացած հեռանկար եւ խոչընդոտում է ձեռք բերված դիվանագիտական պայմանավորվածությունների իրականացմանը։ Նա Իսրայելի ղեկավարությանը որակել է իբրև մոլերանտ արմատականների խումբ։ Եվրախորհրդարանի Եվրամիության հետ անվիզա ռեժիմը որոշակի քաղաքացիների համար պահպանելու որոշումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ֆաշիստական է որակել։ Ռուսթավի 2 հեռուստալիքի եթերում Պապուաշվիլին անդրադարձել է Վրաստանի եւ վրացիների հանդեպ եվրոպացիների կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքին։ Իմ կարծիքով սա արդեն իսկական սկանդալ է։ Պաշտոնական փաստաթղթերում մենք տեսնում ենք ոչ թե պարզապես ֆաշիստական հայտարարություններ, այլ հենց ֆաշիստական կոչեր։ Եվրախորհրդարանը կոչ է անում պառակտել վրաց ժողովրդին եւ նրանց բաժանել առանձին սոցիալական խմբերի, լրագրողների, ուսանողների ու ակտիվիստների։ Ուզում են այնպես անել, որ այս 3 խմբերը ԵՄ-ի կողմից ավելի շատ իրավունքներ ստանան, քան բանվորները, գյուղացիները, ինժեներներն ու բժիշկները։ Սա ֆաշիզմից բացի ուրիշ ոչ մի բան չէ։ Վենեսուելայում 7.2 եւ 7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պաշտոնական մարմինները զոհերի եւ վիրավորների հստակ թվեր դեռ չեն հրապարակել, սակայն փորձագետները կարմիր տագնապ են սահմանել, նշելով, որ աղետի մասշտաբներից ելնելով հնարավոր են մեծաթիվ զոհեր եւ միլիարդավոր դոլարների տնտեսական վնաս։ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը արգելված է օրենքով, բայց վարորդները պիկ ժամերին հատկապես անտեսում են այս կանոնը։ Արդյունքում նրանց անպատասխանատու գործողությունների հետևանքով խաչմերուկներում առաջանում են անկառավարելի խցանումներ։ Ներքին գործերի նախարարությունը հարկ է համարել զգուշացնել եւ հիշեցնել վարորդներին, որ չի կարելի մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, ինչի հետևանքով ստիպված կլինեք կանգ առնել եւ կստեղծեք խոչընդոտ հատող ճանապարհով երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում օրենքին, միևնույն է շարունակելու են սխալ վարկագիծ դրսևորել, հետո եղանակներ են գտնելու ոստիկանության տուգանքը բողոքարկելու։ Դու խաչմերուկ ես մտնում ու վստահես, որ դուրս չէիր գալու ժամանակի։ Կարաս մահանա բռնես, ասես, վայ, ես ինչ իմանայի, բա դիմացինը սենց անը։ Եթե այսօրվանից սկսեմ հետևողական, ծայրը հեղացված ու հետևողական հաստագույնս տուգանելու, ենթադրում եմ մի 2-3 տարուց նոր մենք էֆեկտը դրա կհասկանանք։ Հունիսի 25-ին 28-ամյա Անն Hyundai Elantra-ով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 25 րոպե բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխվել է նա Արմենիա բժշկական կենտրոն։ Ավելի ուշ աղջիկը գիտակցության չգալով մահացել է։ Երկի վայրին ժամանակ ներքին գործեր նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի
4-րդ գումարտակի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հունիսի 24-ին Երևան Արմավիր ճանապարհին Ակնալիջ գյուղի վարչական տարածքում բախվել են 35-ամյա Արամի Mitsubishi պիկապը, 24-ամյա Աղասիի Opel-ը եւ 38-ամյա Վարդանի Kia Sorento-ն։ Mitsubishi պիկապը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ուժած կամ ուժածներ կան, թե ոչ այս պայն դեպքի վայր ժամանակ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները բարձուն են։ Վերջին օրերին ուժգին քամին մարզերում լուրջ վնաս է հասցրել Արմավիրի մարզում, Տանձուտ գյուղում եւ հարակից դաշտավայրերում շատ են տուժել ջերմոցները։ Օրինակ այս ջերմոցատերը միլիոնների վնաս է կրել։ Ջերմոցը տարի հարևանի տուն, չէ՞։ Երկու տնամերձ անես շպրտել այն ջերմոցը։ Ուժեղ քամին, ջերմոց են որ ասում է հիմքից վերցրել ու տարե շպրտել է հարևանի հողամասնա, չէ։ Հարևանի պտղատու ծառերի վրա երջանիկ պատահականություն միակ փոփանքը ըստ գյուղացիներին է, որ լավ է մարդկանց բան չի եղել, բայց ծռելը, բայց ոչ թե sense բեկալի ջերմոցը տանի 120 մետր, 150 մետր ենքով։ Գրեթե ամբողջությամբ հողին է հավասարվել ամբողջ տնտեսությունը մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով։ Մի քանի րոպեում ջերմոցի մետաղական կոնստրուկցիաներն են տապալվել, վնասվել են հովացման համակարգերը, ծածկույթները, ինչպես նաև այնտեղ աճեցվող բույսերը։ Ամենուրեք կարելի է տեսնել քամու պոկած ու տարբեր ուղղություններով շպրտած մետաղական ու պոլիէթիլենային մասեր։ Հովացման համակարգն է դա։ Միլիոնների վնաս։ Էսի ես ասեմ մոտ 50-ից 60 միլիոն Հա, այդքան մոտ, հա։ Հա, տուժած կլի մարդը։ Այսսաղ վարկով արես։ Հա։ Դու պատկերացած թե մարդի գործանելուց են կամ ջերմոցում մարդի գործանելուց են։ Առաջ են դուրս եկած աշխատողները։ Ժողովրդին աշխատողներին տարել է հոկտեմբերյան եկել է ու ճամփին զանգել ենք, ասել ենք արիցունը քանդվավ, վատապյան։ Սակայն սա միակ ջերմոցը չէ, որ տուժել է։ Ջերմոցատերերի մեծ մասը վարկային միջոցներով են հիմնել ջերմոցները։ Հիմա այս տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնել։ Կառավարության աջակցությունն են ակնկալում։ Մարդիկ ուզում են հավատան, որ էկոնոմիկայի նախարարը, որ միշտ ասում է, մենք գյուղացու թիկունքին կանգնելու ենք, գյուղացուն միայնակ չենք թողնի։ Հիմա տեսնենք։ Ուժեղ քամին վնասներ է պատճառել նաև Մեծամոր քաղաքում տապալվել են ծառեր։ Դրանք սակայն որևէ մեկը հեռացնել չի շտապել։ Մասամբ հայտնվել է հետիոտնի համար անցման վայրում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։